այս համախմբումը, որը տեղի ունենալ, այսինքն ես տեսա Սամվել Կարապետյանն նաև խոսել հանրահավաքի մասին, որ նրանք պատրաստում են անել։ Ինձ համար հիմա իրենց ճանապարհային քարտեզը կարող եմ ասել գրեթե պարզ է, այս հանրահավաքը լինելու է մի բանի մասին, այն է հարգելի քաղաքացիներ, մենք վերցնում ենք մանդատները, որովհետև ակնհայտ էր, որ դիվերսիան որպես այդպիսին այս փուլում չստացվեց իրականացնել եւ պատրաստվում են ավելի միջնաժամկետ, եթե ոչ երկարաժամկետ գործողությունների։ Սրան պետք է պատրաստ լինենք նաեւ մենք։ Բայց ասում են, որ օրինակ դուք երբ որ մեղադրում եք եռագլուխ եք ասում, իրենք 500,000 գլուխ են եւ ունեն նաեւ գորգրացող գլուխներ, սա ուղիղ է մեջբերում իր բառերը, Քավլիցի չեմ չափազանցնում, ասում են ունեն գորգրացող գլուխներ, ովքեր պետք է կա ժամանակ դուրս կգան փողոց, լավ էլ կգորգրան, այնպես որ նաեւ մտավախություններ չունեք Տիկին Վարդանյան։ Դե ես տեսել եմ ինչ է ասում Սամվել Կարապետյանը, ուղղակի ես չեմ ուզում եւս մեկ անգամ ընդգծել լեզվի եւ լեզվամտածողության այդ մասով իմացությունները կամ չիմացությունները ավելի շուտ, բայց մենք եռագլուխը դա չգիտեմ, ես չի որ պետք է դասեր տամ, մի անգամ խորհուրդ տվել եմ, որ լավ կլինի, որպեսզի ուսումնասիրեն լեզուն առնվազն, եթե հավակնում են գալ եւ ժողովրդի հետ խոսել, ինչ նշանակում պատրաստ կլինեն, այն որ իրենք որպես գործիք է ժողովրդին բազմիցս օգտագործել են, Ռոբերտ Քոչարյանի ուժը նույնպես, Հայաստան դաշինքը խորհրդան անցած պատգամավորներ ուներ, ովքեր ընդհանրապես աշխատանքի չեն ներկայացել եւ միայն կոչերով հանդես են եկել այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի անձնական հարցերով որևէ գործ էր քննվում, որևէ, չգիտեմ, ատյանում Էսա իրենց այդ ժողովուրդը պետք է իրենց անձնական հարցերը սպասարկելու համար եւ ես հույս ունեմ այս ամենը կտեսնեն նաեւ իրենց ձայն տված քաղաքացիները, ովքեր կարծել են մոլորությամբ, որ այս մարդիկ եկել են որևէ հարց Հայաստանի Հանրապետության համար լուծելու։